38 օր առաջ, մինչև այն վավերագրված իրադարձությունը, որը կփոխի Հայաստանի պատմությունը, կառավարության շենքի 3-րդ հարկում լռության ժամին, երբ անվտանգության ծառայությունը 3 անգամ փոխել էր հերթապահությունը, եկավ այցելու, որի անունը չէր արձանագրվել ոչ մի մուտքի գրանցամատյանում։ Նրա ոտնաձայները մեղմ էին, քայլերը վստահ, իսկ դեմքը պատված էր այնպիսի քողով, որը կիսաստվերում թվում էր արհեստական։ Պատերը բարակ են այդ շենքում, նույնիսկ երբ դրանք կառուցված են գաղտնիության համար։ Եվ մի հին պահակ, որը 70 տարեկանում դեռ հավատարիմ էր իր պարտքին, հետո կպատմի իր թոռանը, այդ գիշեր նա լսեց բարձրացած ձայներ, կոշտ, անհանգիստ, այնպիսի ձայներ, որոնք ծնվում են, երբ մարդը իմանում է ինչ-որ անդառնալի բան։ Երբ այցելուն դուրս եկավ, վաղ առավոտյան մութը դեռ չէր գնացել, եւ նա պարզապես անհետացավ, ինչպես անհետանում են ստվերները, երբ լույսը չափազանց ուժեղ է, որ տեսնես դրանց սահմանները։ Մենք չգիտենք, թե ինչ էր ասվել այդ գիշերային խորհրդակցությունում, բայց գիտենք հաստատ միայն մեկ բան. հայկական քաղաքականության մեջ կան այնպիսի այցելություններ, որոնք փոխում են ամեն ինչ։ Երբ 13 տարի անց մենք փորձեցինք գտնել այդ պահակին, նա արդեն ապրում էր հեռավոր գյուղում, տունը փոքր էր, բակը դատարկ, եւ նա ասաց միայն մեկ նախադասություն, որը մենք ձայնագրեցինք հին սարքով, որի մարտկոցը գրեթե վերջացել էր, բայց խոսքը պահպանվել է։ Եթե ես պատմեի այն ամենը, ինչ տեսա այդ գիշեր, դուք չէիք հավատա, որ մեր երկրում այդքան խորը գաղտնիքներ կարող են լինել։ Ինչու էր այդ այցելուն եկել։ Ով էր նա։ Եվ ինչպես էր նա կարողացել անցնել բոլոր անվտանգության շերտերը առանց մի անգամ իսկ իր անունը թողնելու թղթի վրա։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը Հայաստանի ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցավ իրադարձություն, որը մինչ օրս մնում է բացվերք հայ հասարակության հիշողության մեջ։ Սրահը լի էր պատգամավորներով, օրակարգը սովորական։ Քննարկումները շարունակվում էին նորմալ ռեժիմով, երբ մի խումբ զինված մարդիկ ներխուժեց եւ սկսեց կրակել, առանց նախազգուշացման, առանց պահանջների, առանց բանակցությունների փուլի։ Այդ օրը Հայաստանը կորցրեց 8 մարդու, այդ թվում Կարեն Դեմիրճյանին, ազգային ժողովի նախագահին, եւ Վազգեն Սարգսյանին, վարչապետին։ Երկու մարդկանց, որոնք իրենց ձեռքում պահում էին երկրի ամենակարևոր ուղիները։ Հարձակվողները, գլխավորեց Նայիրի Հունանյանը, ասացին, որ նրանք ուզում են փրկել երկիրը ապականությունից, բայց երբ ճգնաժամը լուծվեց եւ նրանք ձերբակալվեցին, հարցերը ավելացան, քան պատասխանները։ Քանի մարդ իսկապես գիտեին, որ հարձակումը պատրաստվում է։ Ովքեր շահագրգռված էին այդ աղետից, եւ արդյոք գործողությունը սահմանափակվում էր միայն այդ խմբի անդամներով, թե կար ավելի խորը ցանց։ Հետաքննությունը տևեց տարիներ, դատավարությունները եղան երկար, վերջում դատավճիռները կայացվեցին, բայց ազգը երբեք չզգաց, որ ստացավ ամբողջական ճշմարտությունը։ Փաստաթղթերի մի մասը չհրապարակվեց երբեք, վկաների մի մասը լռեց, իսկ նրանք, ովքեր ուզում էին խոսել, հաճախ գտնվում էին այնպիսի իրավիճակում, որտեղ խոսելը նշանակում էր վտանգ իրենց համար։ Այս պատմությունը, որը մենք պատրաստվում ենք պատմել, սկսվում է այդ գիշերից, երբ գաղտնի այցելուն եկավ կառավարության շենք։ Շարունակվում է անցյալի այն թաքնված հատվածներով, որտեղ փաստաթղթերը թաքնված են անվանական գաղտնի ծածկագրերի տակ, եւ վերջանում է հարցով, որն այսօր էլ ապրում է բազմաթիվ հայերի սրտերում. ով իսկապես պատվիրեց այդ հարձակումը, եւ արդյոք իշխանության նոր ալիքում կային մարդիկ, ովքեր քաղաքական դիրքեր ստացան հենց այդ արյունոտ իրադարձության շնորհիվ։ 2007 թվականի գարնան սկզբին, երբ Երևանի փողոցները դեռ պահպանում էին ձմեռային սառնությունը, բայց արդեն խոստանում էին գարնան նոր հույս, Անդրանիկ Մարգարյանը, որը 1999 թվականից դարձել էր Հանրապետական կուսակցության առաջնորդ եւ հետո 2000-ին նշանակվել վարչապետ, նստած էր իր աշխատասենյակում եւ կարդում էր նամակ, որի մասին գիտեին միայն երկու մարդ. նա եւ մեկ ուրիշը, ում անունը մենք հետագայում կիմանանք։ Այդ նամակի բովանդակությունը մեզ հայտնի չէ, բայց անվտանգության ծառայության հին աղբյուրները պնդում են, որ այդ նամակը փակված էր ծանր շագանակագույն ծրարում, եւ դրա վրա կար կնիկ, որը չէր պատկանում պաշտոնական կառույցների ոչ մեկին։ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951 թվականին, Երևանում, ընտանիքում, որը չէր պատկանում քաղաքական էլիտային, բայց գիտեին, թե ինչպես աշխատել համակարգի ներսում, առանց ներսից քանդելու այն։ Նա ուսումնասիրել էր քիմիական տեխնոլոգիա, աշխատել գիտական ինստիտուտներում, եւ միայն 90-ականների սկզբին, երբ Խորհրդային Միությունը փլավ եւ նոր հորիզոններ բացվեցին, նա ընտրեց քաղաքականությունը, ոչ թե փառքի, այլ պատասխանատվության որոշմամբ։ Նրան համարում էին համեստ մարդու, որը խուսափում էր ավելորդ շքեղությունից եւ փորձում էր առաջնորդել երկիրը սթափ մտքով, բայց իշխանության մեջ համեստությունը հաճախ դառնում է թույլություն, եւ թույլությունը նպացում է դռներ նրանց, ովքեր ուզում են գործել ստվերներում։
Երբ նա դարձավ վարչապետ, երկիրը դեռ վերականգնվում էր հոկտեմբերի 27-ի ցնցումից, կառավարությունը դեռ փնտրում էր կայունություն, եւ իշխանության ներսում կային անտեսանելի պատերազմներ, խմբավորումների միջև, որոնք ունեին տարբեր տեսլականներ Հայաստանի ապագայի համար։ Անդրանիկ Մարգարյանը փորձեց հավասարակշռել այդ ուժերը, բայց հավասարակշռությունը հաճախ նշանակում է կողմերից երկուսին էլ որոշ զիջումներ, եւ որոշ մարդիկ չեն սիրում զիջումները։ Հետագայում, երբ մենք ուսումնասիրեցինք նրա վերջին ամիսները, հայտնաբերեցինք նրբերակ, բայց հստակ նշաններ, որ նա տանում էր անհանգստություն, որը ոչ մի պաշտոնական ճեպազրույցում չէր թափանցել։ Նրա ամենամոտ խորհրդականներից մեկը, որը չուզեց բացահայտել իր ամբողջական անունը, հետագայում մեզ ասաց մի հիշողություն, որը ցավոտ էր նույնիսկ 14 տարի անց։ Նա հիշում էր, որ տարվա սկզբին, երբ ձմեռը դեռ կծում էր Երևանի փողոցները, Անդրանիկ Մարգարյանը վերադարձել էր խորհուրդ, որը նրանք հասկանում են։ Այս խոսքերը մեզ վկայակոչում են դեպի մի իրականություն, որը հայկական հասարակությունը գիտեր, բայց հազվադեպ էր բանավոր արտահայտում հրապարակայնորեն։ Քաղաքականության ներսում տարվում էր մեր գաղտնի պայքար, եւ այդ պայքարի մեջ ամենավտանգավորը չէին անգամ բացահայտ թշնամիները, այլ այն բարեկամները, ովքեր փոխում էին իրենց նպատակները, երբ գալիս էր ճիշտ պահը։ Անդրանիկ Մարգարյանը գիտեր, որ նրա շրջապատում կան մարդիկ, ովքեր չեն կիսում նրա տեսլականը, բայց հարցը չէր միայն տեսլականի տարբերությունը, հարցը էր, որքանով խորն էր այդ հակասությունը, եւ արդյոք այն կարող էր վերածվել գործողությունների, որոնք կանցնեին բարոյական կամ նույնիսկ իրավական սահմանները։ Արդյոք նա գիտեր, որ նրա օրերը հաշված են, թե ապրում էր հույսի մեջ, որ կյանքը կշարունակվի նորմալ ռիթմով։ 1999 թվականից, երբ Անդրանիկ Մարգարյանը առաջին անգամ ստանձնեց Հանրապետական կուսակցության առաջնորդի պատասխանատվությունը, նրա կյանքը սկսեց հոսել քաղաքականության մութ ջրերում։ Նրանք ասում են, որ քաղաքականությունը Հայաստանում միշտ եղել է մարտի դաշտ, բայց 900-ականների վերջին այն դարձավ դաշտ, որտեղ կանոնները թաքնված էին, եւ խաղացողները հաճախ չգիտեին, թե իրենց զոհը մրցակիցն է, թե դավադիր բարեկամը։ Վազգեն Սարգսյանը, նախկին վարչապետը, որը սպանվեց 27 հոկտեմբերի աղետալի օրը, եղել էր մարդ, ում շատերը համարում էին Հայաստանի ուժեղ ձեռքը, պաշտպանության համակարգի հենարանը, եւ նրա կորստից հետո իշխանությունը մտավ ցնցման մեջ, որտեղից դուրս գալը պահանջեց տարիներ։ Անդրանիկ Մարգարյանը ժառանգեց աթոռը, որը դեռ տաքացած էր ողբերգությամբ, եւ նա ստանձնեց երկիրն այնպիսի պահի, երբ վստահությունը քաղաքականության էր ամենացածր մակարդակին։ Նրա առաջին խնդիրը չէր միայն կառավարելը, այլ վերականգնել հավատը, որ իշխանությունը կարող է ծառայել ժողովրդին, ոչ թե նեղ շահերի խմբավորումներին։ Բայց հարց է ծագում. վերականգնեց արդյոք նա այդ հավատը, թե պարզապես շարունակեց համակարգը, որն արդեն վախճանվում էր ներքուստ։ Նրա ընտրությունները հատկապես տարածաշրջանային քաղաքականության մեջ հաճախ բախվում էին բարդ հարցերի հետ։ Ինչպես պահպանել հավասարակշռություն Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև, ինչպես զարգացնել տնտեսությունը երկրում, որտեղ ապականությունը արմատացել էր խորը, եւ ինչպես պահպանել իշխանությունը, երբ շրջապատում մարդիկ անընդհատ փոխում էին իրենց դիրքերը, հիմնված այն փաստի վրա, թե ով է առաջարկում ավելի շահավետ գործարք։ Անդրանիկ Մարգարյանը փորձում էր լինել մարդ, ով կառավարում է համակարգով, ոչ թե համակարգիվ կողմից, բայց համակարգը հզոր է, եւ երբ մարդը մտնում է դրա ներս, նա հաճախ պարտադրված է հետևել դրա լեզվին, թե ուզում է, թե ոչ։ Քաղաքականության մեջ կա անտեսանելի օրենք, որը ոչ մի դասագիրք չի սովորեցնում, բայց բոլորը գիտեն, իշխանությունը կորցնում ես ոչ թե երբ ժողովուրդը քեզ չի սիրում, այլ երբ քո մերձավորը, ում դու վստահել ես, սկսում է կոշտ խոսել քո մասին այնպիսի սենյակներում, որտեղ դու երբեք չես մտնի։ Անդրանիկ Մարգարյանի վերջին ամիսները լի էին նշաններով, որ նման խոսակցություններ տեղի էին ունենում։ Նրա գործընկերներից մեկը, որը մեզ խոսեց անանուն պայմանով, հիշեցրեց մի հանդիպում, որտեղ քննարկվում էր բյուջեի հարց, եւ երբ վարչապետը թույլ չտվեց որոշակի հատկացումներ անել որոշակի խմբերի համար, խորհրդասենյակում մի քաղաքական գործիչ ասաց բավական բարձր ձայնով, որպեսզի մյուսները լսեն. Եթե մարդը չի հասկանում, որ իշխանությունը կիսելն է, նա չպետք է զարմանա, երբ դարձյալ կորցնի այն բան, ինչը միշտ համարում էր իրինը։ Այս խոսքը հնչում էր սպառնալիքի նման, բայց Անդրանիկ Մարգարյանը այդ պահին պարզապես անտեսեց այն, շարունակելով իր նիստը, կարծես ոչինչ չի տեղի ունեցել։ Բայց վկան ասաց, որ երբ նիստը վերջացավ եւ բոլորը դուրս եկան, նա նկատեց, որ վարչապետը մնաց մի քանի րոպե մենակ, հայացքը ուղղված դեպի պատուհանը, եւ նրա դեմքը արտացոլում էր ոչ թե զայրույթ, այլ խոր մտահոգություն։ Ինչով էր նա մտահոգված։ Արդյոք գիտեր, որ այդ սպառնալիքը կարող է վերածվել իրական գործողությունների, թե պարզապես զգում էր, որ իշխանության ներսում ինչ որ բան կոտրվում է, եւ կոտրվածը հնարավոր չէ վերանորոգել պարզ խոսքերով։ Այն օրերին, երբ Անդրանիկ Մարգարյանը մտածում էր երկրի ապագայի մասին, կար մի ուրիշ մտահոգություն,
որը ոչ մի հրապարակային ելույթում չի հայտնվել՝ նրա առողջությունը։ Վարչապետը համարվում էր ֆիզիկապես համեմատաբար ամուր մարդ, բայց տարիների պատասխանատվությունը եւ քաղաքական սթրեսը հաշվի են առնվում օրգանիզմի վրա ավելի ուժեղ, քան ֆիզիկական աշխատանքը։ Նրա մոտ հայտնվում էին սրտանոթային համակարգի բարդություններ, եւ երբ բժիշկները խորհուրդ էին տալիս նվազեցնել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, նա պատասխանում էր. «Երկիրը սպասում է որոշումների, եւ ես չեմ կարող ընտրել իմ սիրտը երկրի սրտի հաշվին»։ Բայց արդյոք նրա սիրտը կանգ առավ բնական պատճառներով, թե ինչ-որ մեկը գիտեր, որ նա անհանգստանում է, եւ որ անհանգստությունը կարող է դառնալ մահացու, երբ լարվածությունը նա հասնում է իր գագաթնակետին։ 2007 թվականի մարտ Երևանը դեռ կենդանի էր։ Փողոցները լի էին մարդկանցով, ովքեր աշխատում էին, ապրում, հույս ունեին, որ իրենց երկիրը գտնի իր ճանապարհը դեպի լավագույն ապագան։ Բայց 25 մարտին, երբ վաղ առավոտը դեռ լռում էր, Անդրանիկ Մարգարյանի սիրտը կանգ առավ։ Պաշտոնական տարբերակը խոսում էր սրտի կաթվածի մասին, բայց մինչ օրս մարդիկ հարցնում են, արդյոք դա իսկապես էր բնությունը, որ վերցրեց նրան, թե այն ավելի խորը ուժերը, որոնք երբեք չեն թողել իրենց անունը գրված պատմության էջերում։ Մինչև վերջին րոպեն ես հավատում էի, որ մենք կփրկվենք, ասում է նախկին անվտանգության ծառայության բարձրաստիճան աշխատակիցը, ում անունը մենք չենք հրապարակի նրա անվտանգության պատճառով, եւ նրա ձեռքերը դեռևս դողում են 17 տարի անց։ Նա նստած է մութ սենյակում, որտեղ վարագույրները խիտ են, եւ լույսը թափանցում է միայն նրբերակ ճեղքերով։ Հարցազրույցը տևեց 3 ժամ, եւ յուրաքանչյուր խոսքը ասվում էր նույնպիսի զգուշությամբ, ինչպես մարդը քայլում է գիշերային քաղաքում, գիտենալով, որ յուրաքանչյուր անկյուն կարող է թաքցնել ինչ-որ մեկին։ Նա հիշում է ճշգրիտ դեմքերը, խոսքերը, նույնիսկ այն նուրբ հոտերը, որոնք լցնում էին սենյակները 2007 թվականի սկզբին, երբ Անդրանիկ Մարգարյանի շրջապատը սկսեց փոխվել այնպիսի ձևով, որը արտաքուստ անտեսանելի էր, բայց ներսից զգացվում էր որպես ճնշող լարվածություն։ Կառավարության նիստերը դարձել էին ավելի կարճ, բայց ավելի լարված։ Մարդիկ խոսում էին քիչ, բայց նայում էին շատ։ Յուրաքանչյուր հայացք էր փորձ, հասկանալ, թե ով է դեռ միևնույն կողմում եւ ով արդեն սկսել է խաղալ ուրիշի համար։ Նա մեզ պատմեց մի դրվագ, որը մինչև օրս պահպանվել է նրա հիշողության մեջ որպես այն պահը, երբ նա առաջին անգամ իսկապես վախեցավ։ Մարտի սկզբին, երբ օդը դեռ սառն էր, բայց արդեն խոստանում էր գարնան փափուկություն, նա պահակում էր կառավարության շենքի երկրորդ հարկումում, երբ լսեց խոսակցություն, որը տեղի էր ունենում մոտակա սենյակում։ Դուռը թույլ բաց էր, եւ ձայները թափանցում էին բավական որոշակիորեն։ Մի ձայն, որը պատկանում էր բարձրաստիճան պաշտոնյայի, ասում էր. «Եթե նա շարունակում է պահպանել այդ դիրքը, մենք պետք է գտնենք միջոց, որը կլինի բնական, որպեսզի ոչ ոք չկասկածի»։ Մարդը խոշոր սթրեսում է։ Նրա սիրտը արդեն թույլ է։ Մեզ պետք է միայն ճիշտ պահը, եւ բնությունը կկատարի մնացածը։ Այդ խոսքերը հնչեցին այնպես պարզ եւ սառը, որ վկան զգաց, թե ինչպես է մարմինը սառչում ներսից։ Նա չէր կարող հավատալ, որ իշխանության այդ մակարդակում մարդիկ կարող են այդպիսի բաներ ասել բարձրաձայն, բայց հենց դա էր իրականությունը, որը նա դիմավորեց այդ գիշեր։ Ինչպիսին են այն մարդիկ, ովքեր կարող են նստել պաշտոնական սենյակում եւ քննարկել մեկ ուրիշի մահը, ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես լուծում։ Այդ վկան պատմեց, որ հաջորդ օրը նա փորձեց կապ հաստատել Անդրանիկ Մարգարյանի անձնական ծառայության հետ, բայց նրան ասացին, որ վարչապետը շատ զբաղված է եւ որ նա չպետք է մտահոգվի։ Բայց նա գիտեր, որ չպետք է լռել, եւ 2 օր անց, երբ նա տեսավ վարչապետին միայնակ հանգստի մի կարճ պահի ժամանակ, նա մոտեցավ եւ փորձեց նուրբ ձևով հուշել, որ արկա են մտահոգություններ նրա անվտանգության վերաբերյալ։ Անդրանիկ Մարգարյանը նայեց նրան երկար մտածող հայացքով եւ ասաց միայն մեկ նախադասություն. «Եթե ես սկսեմ վախենալ իմ ստվերից, ապա իմ թշնամիները արդեն հաղթել են, նույնիսկ առանց ինձ դիպչելու»։ Այդ պատասխանը ցույց տվեց, որ վարչապետը գիտեր, որ նրա դեմ ինչ-որ բան նախապատրաստվում է, բայց նա ընտրել էր չափավոր վարվել, քանի որ ուրիշ տարբերակը նշանակում էր ընդունել, որ իշխանությունը դարձել է այնքան թունավոր, որ նույնիսկ առաջնորդը չապահովի սեփական աշխատասենյակում։ Արդյոք նա սխալվեց, որ չվախեցավ, թե վախը կվերածեր նրան անզոր մարդու, ով կորցնում է իր ազդեցությունը հենց այն պահից, երբ ցույց է տալիս թուլությունը։ Մեր հետաքննությունը բացահայտեց, որ Անդրանիկ Մարգարյանի վերջին 3 ամիսներին, երբ նա քայլում էր կառավարության մեջ, գործում էր նաև անտեսանելի համակարգ, որը հետևում էր նրա յուրաքանչյուր քայլին։ Ոչ պաշտոնական հսկողություն, այլ ավելի նուրբ եւ վտանգավոր, մարդիկ, ովքեր գրանցում էին, թե ում հետ է նա հանդիպում, ինչ է նա ասում, ինչպիսին է նրա առողջական վիճակը։ Տեղեկությունները հավաքվում էին, վերլուծվում եւ որոշակի շրջանակի ներկայացվում, որտեղ որոշվում էր, թե ինչ է անելու։
Երբ մենք հարցրինք վկային, թե ինչու նա չեղավ ավելի ակտիվ պաշտպանելու վարչապետին, նա պատասխանեց խոսքերով, որոնք արտացոլում են իշխանության մթնոլորտը այդ օրերին. Եթե ես խոսեի ավելի բարձր, ապա ես կդառնայի հաջորդը։ Համակարգը այնպիսի էր, որ քո անձնական անվտանգությունը կախված էր քո լռությունից։ Բայց այդ լռությունը արժենում էր այլ մարդկանց կյանքին, եւ դա է այն բերբերը, որը ես տանում եմ մինչ օրս։ Ով են այն մարդիկ, ովքեր կազմակերպեցին այդ լուր հսկողությունը, եւ արդյոք նրանք գիտեին, որ իրենց գործողությունները կհանգեցնեն վարչապետի մահվան։ Երևանի կենտրոնում 1996 թվականին կառուցված հին պատմական շենքի մի խորը ստորգետնյա հատվածում, որտեղ պաշտոնական գրաֆիկներում երբեք չի հիշատակվել որևէ անվան, գոյություն ունեին սենյակներ, որոնք ծառայում էին այն հանդիպումներին, որոնք երբեք չէին գրանցվում։ Այդ վայրի մասին գիտեին միայն շատ սահմանափակ շրջանակի մարդիկ, եւ մուտքը հնարավոր էր միայն հատուկ անցագրերով, որոնք չէին պահպանվում ոչ մի արխիվում։ Այդ սենյակները հագեցած էին հին կահույքով, ծանր փայտե սեղաններ, մութ կանաչ թավիշներով աթոռներ եւ պատերին կախված էին հին քարտեզներ, որոնք ցույց էին տալիս Հայաստանը տարբեր դարերի մեջ։ Մի նախկին անվտանգության պաշտոնյա, որը մեզ ուղեկցեց դեպի այդ վայրի հատվածը 2019 թվականի աշնան հարցազրույցի ժամանակ, պատմեց, որ 2007 թվականի փետրվարի կեսերին, երբ քաղաքական լարվածությունը հասնում էր գագաթնակետին, այդ ստորգետնյա սենյակներից մեկում տեղի ունեցավ հանդիպում, որտեղ քննարկվում էր Անդրանիկ Մարգարյանի ապագան։ Նա չէր ներկա, բայց հետո լսեց մանրամասները մի գործընկերից, ով ապրում էր խղճի տանջանքների մեջ։ Հանդիպման մասնակիցներից մեկը բարձրաձայն ասել է. «Մենք չենք կարող սպասել, որ նա ինքնաբերաբար հեռանա։ Եթե նա շարունակում է մերժել մեր առաջարկները, մենք պետք է ստեղծենք պայմաններ, որոնք նրա համար կդառնան անհնարին։ Սթրեսը նրան արդեն քայքայում է։ Մենք պետք է միայն մի փոքր ավելացնենք ճնշումը, եւ ֆիզիոլոգիան կաշխատի մեր օգտին»։ Այդ խոսքերը խոսվեցին այնպես բնական տոնով, որը մարդիկ օգտագործում են, երբ քննարկում են օրական ծրագրեր, ոչ թե երբ նախապատրաստում են մարդու ագոնյան։ Վկան, որը պատմեց այդ էպիզոդը, ասաց, որ նա երբեք չհասկացավ, ինչպես իշխանությունը կարող է այդպես արմատապես վերացնել մարդկության զգացումը, որ մարդիկ խոսում են կյանքերի մասին նույնպես, ինչպես խոսում են բեն բյուջեների կամ օրենքների մասին։ Այդ ստորգետնյա սենյակները ունեին նաև ուրիշ նշանակություն։ Դրանք կապված էին թունելներով, որոնք տանում էին դեպի այլ կառուցվածքներ, որտեղ կարելի էր հասնել առանց երբևէ դուրս գալու պաշտոնական տարածքներից։ Այդ ենթահողային ցանցը կառուցվել էր դեռևս խորհրդային տարիներին եւ ծառայել է անվտանգության նպատակներով, բայց 90-ականներին եւ հետին եւ հետագայում այն դարձավ ուղի, որտեղով շարժվում էին գաղտնի հանդիպումները եւ գործարքները, որոնք երբեք չէին ընկնում պաշտոնական մամուլի տեսադաշտում։ Անդրանիկ Մարգարյանը գիտեր այդ վայրերի մասին, բայց նա երբեք չէր մտել այդտեղ, ոչ պաշտոնական մակարդակով եւ ոչ էլ անձնական հետաքրքրությամբ, քանի որ նա համարում էր, որ թափանցիկությունը իշխանության հիմքն է։ Բայց իշխանության մեջ այլ մարդիկ այդ թափանցիկությունը համարում էին թուլություն, եւ նրանք օգտագործում էին այդ ստվերային ցանցը, պլանավորելու այն գործողությունները, որոնք հրապարակայնորեն երբեք չէին խոստովանվի։ Հարցազրույցը տվող վկան մեզ ասաց, որ մարտի 22-ին, երբ Անդրանիկ Մարգարյանը ներկա գտնվեց վերջին իր պաշտոնական խորհրդակցությունից մեկում, նա նկատեց. վարչապետի դեմքը անսովոր հոգնած էր, ոչ թե ֆիզիկապես, այլ այնպիսի հոգնածությամբ, որը գալիս է, երբ մարդը գիտի, որ նրա կողքին նստած մարդիկ արդեն մտածում են նրա առանց նրա։ Նա խոսեց մի քանի րոպե, բայց նրա ձայնը չուներ այն ուժը, որն ունեցել էր տարիներ առաջ։ Երբ նա ավարտեց, նա նայեց սենյակի շուրջը, կարծես որոնելով մեկին, ում կարող էր վստահել, բայց այդ հայացքը չգտավ պատասխան։ Բոլորը խուսափում էին աչքերի հանդիպումից։ Այդ պահին, ասում է վկան, նա հասկացավ, որ վարչապետը արդեն գիտեր, որ նա մենակ է, նույնիսկ սեփական իշխանության ներսում, եւ այդ միայնությունը ավելի ծանր էր, քան ցանկացած քաղաքական պարտություն։ Ինչ է զգում մարդը, երբ հասկանում է, որ նրա ամենամոտ շրջապատը դարձել է նրա հանդեպ անտարբեր, կամ ավելին, նախապատրաստում է դավաճանությունը։ Արդյոք Անդրանիկ Մարգարյանը կարողացավ գտնել մի ճանապարհ կանգնելու այդ անտեսանելի դավադրության դեմ, թե նա պարզապես մուսահատվեց եւ մնաց սպասելու, թե ինչ է գալու։ Մի այլ աղբյուր մեզ ասաց, որ մարտի 23-ին, 2 օր մինչև նրա մահը, վարչապետը զանգահարել է մի հին ընկերոջ, ում հետ նա սովորել էր տասնամյակներ առաջ, եւ ասել է միայն մի նախադասություն. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, խնդրում եմ հոգացիր իմ ընտանիքի մասին, քանի որ իշխանությունը անունը արագ մոռանում է նրանց, ովքեր հեռանում են»։ Այդ խոսքը հնչում էր որպես նախազգուշացում, կամ ավելի ճիշտ որպես հրաժեշտ, եւ ընկերը, որը ստացավ այդ զանգը, ասում է, որ նա չհասկացավ ամբողջ լրջությունը այդ պահին, բայց երբ լուրը եկավ մարտի 25-ին, այդ նախադասությունը վերադարձավ նրա գիտակցությունը, եւ նա հասկացավ, որ Անդրանիկ Մարգարյանը որոշ իմաստով արդեն պատրաստվում էր իր վերջին օրերին։
Արդյոք դա էր նախազգացում, թե հստակ տեղեկություն, որը նա ստանում էր աղբյուրներից, որոնք դեռ մնում էին հավատարիմ նրան։ Անդրանիկ Մարգարյանի տունը, որը գտնվում էր Երևանի հանգիստ թաղամասերից մեկում, չէր ունենում այն շքեղությունը, որն ակնկալվում էր վարչապետի բնակավայրից։ Պարզ երկհարկանի շենք, փոքրիկ բակով, որտեղ աճում էին մի քանի հին ծառեր, եւ պատուհանները, որոնք նայում էին դեպի հանգիստ փողոց, ուր երեխաները խաղում էին ամառները, եւ ձմռանը ձյունը կուտակվում էր հանգիստ շերտերով։ Նրա ընտանիքը, կինը եւ երեխաները ապրում էին այն կյանքով, որը դրսից թվում էր նորմալ, բայց ներսից լի էր լարվածությամբ, որը գալիս է, երբ քո ամենամոտ մարդը կրում է իշխանության բեռը։ Մի մոտ ընտանեկան բարեկամ, որը հաճախ այցելում էր այդ տուն, պատմեց մեզ մի պատմություն, որը բացահայտում է Անդրանիկ Մարգարյանի կյանքի մի կողմ, որը երբեք չի երևացել հրապարակային հարթակներում։ 1997 թվականից սկսած, երբ նա դարձավ քաղաքական առաջնորդ, նրա ընտանիքի կյանքը սկսեց փոխվել այնպես, որ տան ներսում մթնոլորտը դարձավ ավելի քիչ անվտանգ, նույնիսկ երբ դռները փակ էին։ Նա չէր բերում իր աշխատանքային մտահոգությունները տուն, բայց կնոջը եւ երեխաներին խստորեն արգելում էր խոսել քաղաքականության մասին հեռախոսով։ Նա ասում էր, սենյակները կարող են լսող սարքեր ունենալ, եւ ամեն ինչ ասում ես, կարող է օգտագործվել քո դեմ։ Այդ պարանոյան, որը շատերը կարող էին համարել գերազանցված, իրականում արտացոլում էր իշխանության խորքում գոյություն ունեցող անվստահության մթնոլորտը, որտեղ նույնիսկ պատերը կարող էին լսել եւ փոխանցել տեղեկություններ նրանց, ովքեր հետաքրքրված էին քո թուլություններից։ Նրա կինը, որը երբեք չի տվել պաշտոնական հարցազրույցներ, հազվադեպ դուրս էր գալիս պաշտոնական միջոցառումների, եւ երբ նա ներկա էր գտնվում, նա մնում էր լուռ, նայելով ամեն ինչին զգուշությամբ, կարծես սպասելով, որ ինչ-որ մեկը կկատարի սխալ քայլ։ Ընտանեկան բարեկամը պատմեց, որ մի անգամ, երբ նրանք նստած էին տան խոհանոցում եւ խմում էին թեյ, կինը ասել է մի նախադասություն, որը երբեք չմոռացել է. «Մենք ապրում ենք ոչ թե տան մեջ, այլ փողոցային սպասարանում, որտեղ պետք է միշտ պատրաստ լինես, որ ինչ-որ մեկը մտնի եւ ամեն ինչ փոխի մի վայրկյանում»։ Այդ կերպարանումը խորհրդանշում էր ընտանիքի մթնոլորտը, անընդհատ սպասում, անընդհատ անհանգստություն եւ անընդհատ զգացում, որ դու չես կառավարում քո կյանքը, այլ այն կառավարվում է արտաքին ուժերի կողմից, որոնք դու չես տեսնում, բայց զգում ես նրանց ներկայությունը։ Մարտի սկզբին, երբ Անդրանիկ Մարգարյանի առողջական վիճակը սկսեց վատանալ, նա սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել տանը, բայց նույնիսկ այդտեղ չէր գտնում հանգստություն։ Նրա երեխաներից մեկը, որը այժմ մեծահասակ է, հետագայում հիշեցրեց, որ նրա հայրը սկսեց առավոտները արտանալ շատ վաղ, երբ արևը դեռ չէր ծագել, եւ նստում էր պատուհանի մոտ, նայելով դեպի փողոց, կարծես սպասելով ինչ-որ մեկին, կամ ավելի ճիշտ, զգուշանալով, որ ինչ-որ մեկը կարող է գալ։ Նա երբեք չասաց, թե ինչ է տեսնում կամ ինչ է մտածում այդ պահերին, բայց նրա դեմքը արտացոլում էր այնպիսի խորություն, որը երեխա է, բայց կարողանում ես զգալ, քո հայրը կրում է ծանրություն, որը դու չես կարող պատկերացնել։ Անդրանիկ Մարգարյանի վերջին շաբաթներին նա սկսեց խոսել ընտանիքի հետ այնպես, որը թվում էր, թե նա պատրաստում է նրանց մի ապագայի, որտեղ նրա չի լինի։ Նա ասում էր երեխաներին, որ պետք է սովորեն ապավինել իրենց մտքին, ոչ թե մարդկանց խոստումներին, եւ որ իշխանությունը կարող է տալ շատ բան, բայց նաեւ վերցնել ամեն ինչ մի պահի մեջ։ Այդ խոսքերը հնչում էին որպես վերջին ցուցումներ հորից, ով գիտեր, որ ժամանակը սպառվում է։ Նրա կինը հետագայում ասաց, որ վերջին 3 օրերին մինչև մահը Անդրանիկը դարձել էր անսովոր լուռ։ Նա երկար նստում էր իր աշխատասենյակում, նայում էր դեպի պատուհան, եւ երբ նրան հարցնում էին, թե ինչ է մտածում, նա պատասխանում էր միայն. «Ես հաշվարկում եմ, թե որքան ժամանակ ունեմ դեռ»։ Կինը չհասկացավ, թե նա խոսում է ինչի մասին, բայց հիմա տարիներ անց այդ նախադասությունը հետապնդում է նրան. արդյոք Անդրանիկ Մարգարյանը գիտեր, որ նրան մնացել են միայն օրեր, եւ արդյոք նա փորձեց նախապատրաստել իր սիրելիներին այն կորստին, որը հետագայում հարվածեց նրանց։ Երբ Անդրանիկ Մարգարյանի անձնական բժիշկը, որը ծառայել էր նրան 6 տարի, հետագայում ստիպված եղավ լքել երկիրը եւ բնակվել հեռավոր քաղաքում, որտեղ ոչ ոք չէր ճանաչում նրա անունը, նա վերցրեց իր հետ մի փոքրիկ տոմս, որի ծածկը դարձել էր հոգնած դեղնավուն ժամանակի ընթացքում։ Այդ տոմսի ներսում պահպանվում էին բժշկական գրառումներ, որոնք երբեք չէին ներառվել պաշտոնական համակարգում։ 4 տարի անց, երբ մենք գտանք այդ բժիշկին, եւ նա համաձայնեց խոսել, նա բացեց այդ տոմսը եւ ցույց տվեց մեզ մի ցանկ, որը արձանագրում էր դեղամիջոցներ, որոնք պատվիրվել էին Անդրանիկ Մարգարյանի համար 2007 թվականի հունվարից մարտ։ Այդ ցանկը պարունակում էր անուններ, որոնք օգտագործվում են սրտանոթային համակարգի ծանր հիվանդությունների դեպքում, բարձր հյուսնության դեմ դեղեր, կոլեստերինի կառավարման միջոցներ եւ ավելի անհանգստացնող դեղեր, որոնք տրվում են, երբ սիրտը սկսում է ցուցաբերել անկանոն ռիթմեր։ Բժիշկը ասաց մեզ բառացի.
Նա ապրում էր սրտի ժամացույցի վրա, որի մարտկոցը դանդաղորեն սպառվում էր, եւ մենք բոլորս գիտեինք, որ հարցը չէ արդյոք, այլ երբ։ Բայց ինչ որ մեզ անհանգստացնում էր, դա այն էր, որ նրան պարտադրվում էին այնպիսի իրավիճակներ, որոնք բժշկապես արգելված էին։ Անընդհատ սթրես, անքուն գիշերներ, հանդիպումներ, որոնք տևում էին 12 ժամ առանց ընդմիջման։ Ո՞վ էր պատասխանատու այդ ճնշման համար։ Եվ արդյոք դա էր պատահականություն, թե նպատակաուղղված ռազմավարություն։ Բժիշկը հիշում է մի դրվագ, որը տեղի ունեցավ փետրվարի վերջին, երբ նա տեսավ Անդրանիկ Մարգարյանին խորհրդակցությունից հետո, եւ վարչապետի դեմքը գունատ էր, քրտինքը թրջում էր վերնաշապիկի օձիքը եւ ձեռքերը թեթև դողում էին։ Նա չուզեց ընդունել հանգիստ, ասելով. «Եթե ես հիմա դադարեցնեմ, նրանք կմտածեն, որ ես թուլացել եմ, եւ թուլությունը քաղաքականության մեջ մահավճիռ է, նույնիսկ ավելի արագ, քան ֆիզիկական հիվանդությունը»։ Այդ խոսքերը վկայում էին, որ նա ճանաչում էր իր վիճակը, բայց նաև հասկանում էր, որ իշխանության մեջ ցույց տալ թուլություն նշանակում էր հրավիրել գայլերին։ Բժիշկը ստիպված էր լռել, քանի որ եթե նա բարձրաձայնում էր բժշկական պահանջները, նա կարող էր կորցնել դիրքը, եւ ավելի վատը, նրան կարող էին մեղադրել այն բանում, որ նա փորձում է քաղաքականացնել բժշկությունը։ Բայց հարցը մնում է, երբ մարդու սիրտը արդեն տալիս է նախազգուշական նշաններ, եւ երբ բժիշկները ասում են, որ անհրաժեշտ է անմիջապես նվազեցնել բեռը, ինչու իշխանության մեջ որոշում կայացվեց ավելացնել ճնշումը, փոխարենը որ թեթևացնել այն։ Արդյոք դա էր անգիտությունը, թե գիտակցված ռազմավարություն, ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ բնությունը կլինի այն գործիքը, որը կմաքրի քաղաքական դաշտը առանց արյան հետքերի։ Հայաստանի անվտանգության ծառայության արխիվը, որը պահպանվում է Երևանի կենտրոնում հատուկ պաշտպանված շենքում, ունի գաղտնի բաժին, որտեղ մուտքը թույլատրվում է միայն անձանց, ովքեր ունեն ավելի բարձր թույլտվություն, քան սովորական պաշտոնական մակարդակը։ Այդ բաժինը պարունակում է նյութեր, որոնք կոդավորված են հատուկ համակարգով, եւ յուրաքանչյուր գործ նշված է ոչ թե անուններով, այլ համարներով, որոնք կապված են օրացույցի համակարգի հետ այնպես, որ միայն բանալին իմացող մարդը կարող է ապակոդավորել, թե որ գործը վերաբերում է որ անձին։ 2011 թվականի աշնանը, երբ 5 կառավարության որոշ բաժիններ փորձում էին վերակառուցել արխիվային համակարգը, աշխատակիցներից մեկը բացահայտեց անորոշություն։ Գործերի շարքում պակասում էին էջեր, եւ ոչ թե պատահական կերպով, այլ հատուկ ընտրված փաստաթղթեր, որոնք վերաբերում էին 2007 թվականի մարտ ամսվան եւ կապված էին վարչապետի անվտանգության հետ։ Այդ աշխատակիցը, որը հետագայում կորցրեց իր աշխատանքը պատճառաբանությամբ, որ արխիվը վերակառուցվում է եւ նրա պաշտոնը ավելորդ է, պատմեց մեզ, որ նա հաշվեց ճշգրիտ 7 փաստաթուղթ էին անհետացել, եւ այդ 7 փաստաթղթերը բոլորը դասակարգված էին կարմիր կնիքով, որը նշանակում էր գերագույն գաղտնիություն։ Նա փորձեց հարցնել իր վերադաս պաշտոնյային, թե արդյոք այդ փաստաթղթերը տեղափոխվել են այլ վայր, բայց նրան ասացին պարզապես, որոշ նյութեր չեն նախատեսված պահպանման համար, դրանք ավտոմատ կերպով ոչնչացվում են, երբ դրանց արժեքը լրանում է։ Բայց հարցն այն էր, թե ով որոշում է, երբ փաստաթղթի արժեքը լրանում է, եւ ինչու հենց այդ 7-ը, որոնք բոլորն էլ կապված էին Անդրանիկ Մարգարյանի վերջին 3 շաբաթների հետ։ Մենք հարցրինք արդյոք այդ աշխատակիցը հիշում է ինչ-որ մանրամասներ այդ փաստաթղթերի վերաբերյալ, նույնիսկ եթե նա չի կարդացել դրանք ամբողջությամբ։ Նա պատմեց, որ մեկ փաստաթղթի վերնագիրը, որը նա տեսավ համակարգչային գրանցամատյանում, մինչև դրա ֆիզիկական կրիչը անհետանար, եղել է վարչապետի աշխատանքային օրացույց մարտ 1-ից մինչև 15, ներառյալ չհաստատված հանդիպումները։ Այդ վերնագիրը նշանակում էր, որ ոչ միայն պաշտոնական հանդիպումները, այլև գաղտնի հանդիպումները, որոնք չէին արձանագրվում պաշտոնական ծառայություններում, գրանցված էին այդ փաստաթղթում։ Ինչու այդ հանդիպումները պետք է անհետանային, եւ ով էր այն անձը, որի համար այդ տեղեկությունները այնքան վտանգավոր էին, որ նա որոշեց ոչնչացնել դրանք այնպես խնամքով, որ նույնիսկ համակարգչային հետքերը ջնջվեին։ Արխիվների անհետացումը քաղաքական համակարգերում չէ նոր երևույթ։ Պատմությունը լի է դեպքերով, երբ իշխանությունները ջնջում են այն գրառումները, որոնք կարող են վնասել իրենց պատկերին կամ բացահայտել իրենց մեղքերը։ Բայց այս դեպքում անհետացումը կատարվել է այնքան ճշգրիտ եւ նպատակաուղղված, որ դա վկայում է ոչ թե հաստատության ընդհանուր վարչակարգի մասին, այլ կոնկրետ անձի կամ խմբի ջանքերի, ովքեր ունեին ինչ-որ գաղտնիք, որը պետք էր պահպանել։ Մենք հետագայում փորձեցինք գտնել այլ աղբյուրներ, ովքեր կարող էին լույս սփռել այդ անհետացած փաստաթղթերի բովանդակության վրա, եւ հայտնաբերեցինք մի նախկին անվտանգության աշխատակից, որը մեզ ասաց անանուն պայմանով։ Այդ փաստաթղթերից մեկը պարունակում էր հաշվետվություն այն մասին, որ վարչապետի աշխատասենյակը թեթև հսկողության տակ էր, ոչ թե թշնամիների կողմից, այլ իր սեփական անվտանգության ծառայության որոշ անդամների կողմից,
ովքեր հաշվետվություն էին տալիս մի ուրիշ կենտրոն, որի ինքնությունը երբեք չի բացահայտվել։ Այս խոստովանությունը բացահայտում է այն իրականությունը, որի մասին շատերը կասկածում էին, բայց ապացույցները միշտ թերի էին։ Անդրանիկ Մարգարյանը հսկվում էր ոչ թե իր պաշտպանության, այլ իր վերահսկման նպատակով։ Ո՞վ էր այդ կենտրոնը, եւ ինչ էր նրա նպատակը հավաքել այդ տեղեկությունները։ Արդյոք դա էր նախապատրաստում մի գործողության, որը պահանջում էր ճշգրիտ գիտելիք վարչապետի օրակարգի, նրա առողջական վիճակի եւ նրա թույլ պահերի մասին։ Իշխանության մեջ գոյություն ունի մի անտեսանելի կանոն, որը երբեք չի գրվում, բայց բոլորը գիտեն։ Երբ մարդն անհետանում է, նրա տեղը փոխարինվում է արագ, եւ նորը ստանում է այն ամենը, ինչը պատկանում էր հինին։ Այս կանոնը կատարվում է այնքան կարճ ժամանակահատվածում, որ հասարակությունը չի հասցնում հարցնել. ինչպես էր հնարավոր, որ այդ անձը պատրաստ էր ստանձնել դիրքը այդքան արագ, կարծես նա արդեն գիտեր, որ այդ դիրքը ազատվելու է։ Երբ Անդրանիկ Մարգարյանը մահացավ 25 մարտի առավոտյան, նույն օրը, երբ հրապարակվեց լուրը, իշխանության ներսում սկսվեց քաղաքական շարժեր, որոնք նախապես պլանավորված էին։ Նույն կեսօրվա ընթացքում, երբ մարմինը դեռ պահվում էր ախտաբանական զննման համար, որոշակի անձինք արդեն տարածում էին շրջապատում իրենց ուղերձները, թե ով կլինի հաջորդ վարչապետը եւ ինչպես կվերակառուցվի կառավարությունը։ Մի նախկին պաշտոնյա, որը ներկա էր այդ քննարկումներում, պատմեց մեզ, որ նա զարմացավ, թե որքան արագ էր իշխանության մեքենան շարժվում։ Կարծես մի մասը արդեն պատրաստված էր այդ պահին եւ միայն սպասում էր ազդանշանին։ Նա հիշեց մի քաղաքական գործիչ, որը առավոտվա ժամին, երբ լուրը հրապարակվեց, նստած էր իր աշխատասենյակում եւ խոսում էր հեռախոսով մի ցանկի հետ, ասելով. «Այժմ ժամանակն է անցնել հաջորդ փուլին, եւ մենք պետք է ապահովենք, որ համակարգը մնա կայուն, բայց կառավարումը փոխվի այնպես, որ լինի ավելի բարենպաստ մեր հետաքրքրություններին»։ Այդ խոսքերը խոսում էին բացահայտ լեզվով։ Անդրանիկ Մարգարյանի մահը դիտվում էր որպես հնարավորություն, ոչ թե ողբերգություն։ Ո՞վ էր այդ գործիչը, եւ ինչպես էր նա գիտեր, որ հաջորդ փուլը գալու է հենց այդ օրը։ Մենք հետևեցինք այդ գործիչի քաղաքական եւ տնտեսական կարիերային հետագա տարիներին եւ հայտնաբերեցինք նշանակալի փոփոխություն նրա դիրքի եւ ազդեցության մեջ։ Մինչ Անդրանիկ Մարգարյանի մահը նա ունեցել էր միջին մակարդակի պաշտոն, որը տվել էր նրան ազդեցություն որոշակի ոլորտների վրա, բայց ոչ կարևորագույն որոշումների վրա։ Բայց 25 մարտից հետո 6 ամսվա ընթացքում նրա անունը սկսեց հայտնվել այն կոմիտեների մեջ, որոնք վերահսկում էին ազգային բյուջեի հատկացումները, եւ ավելի ուշ նա դարձավ մի խորհրդատվական մարմնի ղեկավար, որը ուներ անմիջական հասանելիություն նոր վարչապետին։ Այս վերելքը չէր լինի անսովոր, եթե այն կատարվեր քաղաքական հմտությունների եւ երկարատև աշխատանքի արդյունքում, բայց այստեղ հարցը տարբեր էր։ Ինչպես մարդը, որը երբեք չէր ունեցել այդ մակարդակի հասանելիություն, կարողացավ ստանալ այն հենց այն պահից, երբ նախորդ առաջնորդը անհետացավ։ Մենք ուսումնասիրեցինք նաեւ ֆինանսական հոսքերը, որոնք շարժվում էին 25 մարտից հետո, եւ հայտնաբերեցինք, որ որոշակի ընկերություններ, որոնք կապված էին այդ գործիչի ընտանիքի անդամների հետ, ստացան պետական պայմանագրեր, որոնք նախկինում տրամադրվում էին այլ ընկերություններին։ Այդ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում էր տասնյակ միլիոն դոլար, եւ դրանք բոլորը տրամադրվել էին առանց հրապարակային մրցույթի, հիմնավորմամբ, որ անհրաժեշտ է արագ կկատարում, եւ որ այդ ընկերությունները միակներն են, ովքեր կարող են ապահովել որակը։ Cui bono, ում է օգտակար։ Հին հռոմեական հարցը, որը քննիչները միշտ տալիս են, երբ ընտրում են մեղավորին։ Երբ մարդ մահանում է եւ մեկ ուրիշը ստանում է այն ամենը, ինչը կորցրել է առաջինը, դա չի նշանակում միշտ, որ երկրորդը հանցագործ է, բայց դա նշանակում է, որ երկրորդն ունեցել է ազդանշան, թե ինչ է գալու։ Մենք հարցրինք տնտեսագետներին, ովքեր վերլուծում են պետական ֆինանսները, թե արդյոք այդ հոսքերի փոփոխությունը նորմալ էր, եւ նրանք ասացին, նորմալ կլիներ, եթե դա տեղի ունենար 1 տարի հետո, երբ նոր կառավարությունը կայացվի եւ կկատարի իր վերլուծությունը։ Բայց երբ դա տեղի է ունենում 6 ամսում, դա նշանակում է, որ որոշումները արդեն կայացված էին եւ միայն սպասում էին պաշտոնական հաստատմանը։ Մեր հետաքննությունը բացահայտեց նաեւ, որ այդ գործիչը մարտից առաջ հանդիպել էր մի անհատի հետ, որը ոչ պաշտոնական կարգավիճակ ուներ, բայց ազդեցություն ուներ ազգային անվտանգության համակարգում։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ մի անվանական ռեստորանում, որտեղ երբեք չեն արձանագրում պաշտոնական հյուրերին, եւ խոսակցությունը տևեց 2 ժամից ավելի։ Մենք չունենք այդ խոսակցության ձայնագրություն, բայց մատուցողը, որը ծառայում էր նրանց սեղանին, հետագայում պատմեց մի բարեկամին, որը հետո պատմեց մեզ, որ նա լսել է մի արտահայտություն, որը հնչել է բավական բարձր։ Մենք պետք է ապահովենք, որ անցումը լինի հեղինակավոր եւ որ մեր դիրքերը ամրապնդվեն, որովհետեւ եթե կորցնենք այս հնարավորությունը, հաջորդը կարող է գալ երկար ժամանակ հետո։
Այս խոսքերը հնչում են այնպես, որ խոսում են բիզնես գործարքի մասին, ոչ թե մարդու մահվան մասին։ Բայց եթե դու լսում ես այդ խոսքերը համատեքստում, որտեղ հանդիպումը տեղի է ունենում 2 շաբաթ առաջ, քան վարչապետը մահանա, ապա այդ խոսքերը ստանում են ամբողջովին այլ իմաստ։ Վերջին անգամ, երբ մարդը, ում դու վստահել ես տարիներ, նայում է քեզ այնպես, որ դու զգում ես, նրա հայացքում ինչ-որ բան փոխվել է, դու դեռ չես կարող հավատալ։ Դու ասում ես քեզ, որ սա հոգնածություն է, սթրես, անցողիկ պահ, բայց խորը ներսում մի ձայն սկսում է շշուկ, ինչ-որ բան կոտրվել է, եւ այլևս վերադարձ չկա։ Անդրանիկ Մարգարյանի վերջին օրերին նման պահերը դարձան ավելի հաճախ, եւ յուրաքանչյուր անգամ, երբ նա մտնում էր խորհրդակցությունների դահլիճ, նա զգում էր, թե ինչպես է օդը դառնում ավելի ծանր, ավելի անհանգիստ։ Մի նախկին խորհրդական, որը մեզ ասաց իր պատմությունը 3-օրյա մտորումներից հետո, հիշեց մարտի 22-ը, երբ վարչապետը նստած էր իր աթոռին եւ շրջապատում բոլորը քննարկում էին օրենսդրական փոփոխություններ, բայց նրա հայացքը չէր կենտրոնացած սեղանի վրա, այլ շրջվում էր դեպի մարդիկ, ով ինչ է ասում, ով ում է նայում, ով պահում է լռություն, երբ պետք է խոսի։ Խորհրդականը նկատեց, որ երբ մի բարձրաստիճան պաշտոնյա, ում վարչապետը համարում էր հավատարիմ, ներկայացրեց առաջարկ, որը բոլորովին հակասում էր նրա նախորդ դիրքորոշումներին, Անդրանիկ Մարգարյանը դադարեց շնչել մի վայրկյանով։ Դա չէր երկար ընդմիջում, միայն 2-3 վայրկյան, բայց բավական երկար, որ ով ուշադիր է նայում, տեսնի, ինչ որ բան ներսում կոտրվեց այդ պահին։ Նիստը շարունակվեց, բայց երբ ավարտվեց եւ բոլորը դուրս էին գալիս, այդ խորհրդականը մնաց մի քանի րոպե եւ տեսավ, թե ինչպես է վարչապետը մնում միայնակ, դեմքը խորը մտքերի մեջ, ձեռքերը դողում են նուրբ, եւ նա բացում է իր աշխատասեղանի դարակը, հանելով մի փոքր պատկեր, որտեղ նկարված է իր ընտանիքը։ Նա նայում է այդ պատկերին երկար եւ հետո փակում է աչքերը, կարծես աղոթելով, կամ ավելի ճիշտ, հրաժեշտ տալով։ Խորհրդականը մոտեցավ եւ նա հարցրեց. «Վարչապետ, ամեն ինչ լավ է»։ Անդրանիկ Մարգարյանը բացեց աչքերը եւ պատասխանեց մի նախադասությամբ, որը խորհրդականը երբեք չի մոռանա. «Երբ դու հասկանում ես, որ մարդիկ, ում դու դարձրել ես հզոր, այժմ տեսնում են քեզ որպես խոչընդոտ, ոչ թե որպես առաջնորդ, ապա քո ժամանակը մոտենում է վերջին գծին, եւ միակ հարցը մնում է, արդյոք դու կհասցնես ավարտել այն, ինչ սկսել ես»։ Այդ խոսքերը խոսում էին ոչ միայն քաղաքական պարտության մասին, այլ նաև ավելի խորը վախի մասին, որ դավաճանությունը հասել է այնպիսի մակարդակի, որտեղ անվտանգությունը այլևս չի երաշխավորված, նույնիսկ սեփական աշխատասենյակում։ Մենք հարցրինք, արդյոք նա փորձեց զգուշացնել վարչապետին ավելի բացահայտ, բայց նա ասաց. «Ինչպես կարող ես զգուշացնել մարդուն, երբ դու ինքդ չես գիտում, թե ով է դավաճանը, եւ երբ դու զգում ես, որ զգուշացումը կարող է նաև հասնել սխալ մարդուն եւ քեզ դարձնել հաջորդ թիրախը»։ Այս խոստովանությունը խոսում է այն մթնոլորտի մասին, որը տիրում էր իշխանության վերին շրջանակներում. վախ, անվստահություն եւ հուսահատություն, որ համակարգը այնքան ապականվել է, որ նույնիսկ փրկելու փորձը կարող է վերածվել ինքնասպանության։ Դավաճանությունը սովորաբար չի գալիս բաց հարձակման տեսքով, այլ եկավ նուրբ խորհրդացումների ձևով, հանդիպումներ, որոնց դու հրավիրված չես, խոսակցություններ, որոնք դադարում են, երբ դու մտնում ես սենյակ, եւ որոշումներ, որոնք կայացվում են քո առանց քո։ Անդրանիկ Մարգարյանի վերջին 2 շաբաթներին այդ նշանները դարձան այնքան ակնհայտ, որ նույնիսկ անձնական ծառայությունը սկսեց անհանգստանալ։ Մի անձնակազմի անդամ մեզ ասաց, որ 22 մարտին, երբ վարչապետը պետք է մեկներ պաշտոնական հանդիպման, ավտոմեքենան չհասավ ժամանակին, եւ երբ հետաքննեցին, պարզվեց, որ վարորդը ստացել էր զանգ անհայտ համարից, որը հրահանգել էր նրան ուշացնել։ Վարորդը հետո ասաց, որ ձայնը հնչեց պաշտոնական եւ սպառնալից, եւ նա վախեցավ հերքել։ Այս էպիզոդը կարող է թվալ մանր, բայց այն խորհրդանշում էր, որ նույնիսկ վարչապետի անմիջական ծառայությունը այլևս չէր անկախ, այլ ենթարկված էր ուրիշների ազդեցությանը։ Ով էր այդ անհայտ ձայնը, եւ ինչու կարևոր էր, որ վարչապետը ուշացնի հենց այդ հանդիպմանը։ Մենք հետագայում իմացանք, որ այդ հանդիպումը պետք է լիներ տնտեսական խորհրդատվական խմբի հետ, որտեղ պիտի քննարկվեին նոր բյուջեի հատկացումներ, եւ որ վարչապետի դիրքորոշումը խիստ հակասում էր որոշակի շահագրգիռ խմբերի ակնկալիքներին։ Երբ նա ուշացավ, խորհուրդը սկսվեց առանց նրա, եւ որոշակի որոշումներ ընդունվեցին նախնական ձևով, որոնք հետո դժվար էր հերքել։ Դա էր միկրոհեղաշրջում, փոքրիկ, բայց նշանակալից, որը ցույց էր տալիս, որ իշխանությունը դանդաղորեն սահում էր վարչապետի ձեռքերից, նույնիսկ երբ նա ֆորմալ դեռ պահպանում էր իր պաշտոնը։ Արդյոք Անդրանիկ Մարգարյանը հասկանում էր, որ դավաճանությունը այլևս չէր պլան, այլ գործողություն, եւ արդյոք նա ունեցել է ժամանակ արձագանքելու, թե ամեն ինչ արդեն ուշ էր։
Հայաստանի անվտանգության ծառայության գաղտնի արխիվում, որտեղ փաստաթղթերը պահպանվում են այնպիսի պայմաններում, որ նույնիսկ օդի խոնավությունը վերահսկվում է, գոյություն ունի մի գործ, որը կրում է կոդը 3500։ Այդ համարը չի հղում որևէ անունի, ոչ էլ բաց նկարագրության, բայց նրանք, ովքեր ունեն բանալին, գիտեն, որ այդ համարը վերաբերում է Անդրանիկ Մարգարյանի անձնական անվտանգությանը, եւ որ այդ գործը պարունակում է փաստաթղթեր, որոնք երբեք չեն նախատեսվել հրապարակման համար։ 2014 թվականին, երբ հին համակարգը փոխարինվեց թվայնացված հարթակով, մի տեխնիկական աշխատակից պատահաբար մուտք գործեց այդ գործին եւ տեսավ մի փաստաթուղթ, որը վերնագրված էր Վարչապետի անվտանգության գնահատում, մարտ 2007։ Նա չի կարդացել այն ամբողջությամբ, քանի որ համակարգը արգելափակեց նրա մուտքը, բայց նա հասցրեց տեսնել մի պարբերություն, որը սկսվում էր այսպես. Հիմնվելով վերջին 3 ամսվա դիտարկումների վրա, գնահատվում է, որ վարչապետի մերձավոր շրջապատում առկա է անվստահության աճող մակարդակ, որը կարող է ազդել նրա անձնական անվտանգության վրա, եթե չձեռնարկվեն կանխարգելիչ միջոցներ։ Այս նախադասությունը, որը գրված էր պաշտոնական լեզվով, իրականում խոսում էր բառացիորեն. վարչապետի կյանքը վտանգի տակ է, ոչ թե արտաքին թշնամիների, այլ ներքին դավաճանների կողմից։ Աշխատակիցը փորձեց հետագայում վերադառնալ այդ փաստաթղթին, բայց նա գտավ, որ նրա հասանելիությունը ընդմիշտ փակված է, եւ որ նրա փորձը մուտք գործել արձանագրված է հատուկ մոնիտորինգի համակարգում, նա վախեցավ եւ որոշեց չշարունակել իր հետաքրքրությունը։ Բայց տարիներ անց, երբ նա լքեց ծառայությունը եւ ապրում էր անանուն կյանքով, նա պատմեց մեզ այդ էպիզոդը, ասելով. Ես հասկացա այդ պահին, որ եթե անվտանգության ծառայությունը գրում է այնպիսի զեկույց, դա նշանակում է, որ լուրջ մարդիկ արդեն պլանավորում են ինչ-որ բան, եւ որ համակարգը գիտի, բայց չի անում ոչինչ, կամ որովհետեւ անզոր է, կամ որովհետեւ ինքն է մասնակցում։ Մենք փորձեցինք գտնել այդ փաստաթղթի այլ պատճենը, բայց հայտնաբերեցինք, որ բոլոր պաշտոնական պատճենները հեռացված են թվային համակարգից 25 մարտից հետո։ Դադարեցված են նույն օրը, երբ Անդրանիկ Մարգարյանը մահացավ։ Ով ուներ իրավունք եւ տեխնիկական հասանելիություն հեռացնել այդ զեկույցը այդքան արագ, եւ ինչու կարեւոր էր, որ այն անհետանա հենց այդ օրը։ Մի նախկին թվային ծրագրավորող, որը աշխատել է անվտանգության համակարգում, մեզ ասաց, որ այնպիսի գործողությունը պահանջում է գերագույն մակարդակի թույլտվություն եւ որ դա չի կարող կատարվել մի անհատի կողմից, այլ պահանջում է մի խմբի համակարգված ջանք։ Նա նաեւ ասաց, որ համակարգում առկա է թաքնված հետք, ով է կատարել ջնջումը, բայց այդ հետքը կարդալու համար անհրաժեշտ է մուտք գործել այն մակարդակի, որը մատչելի է միայն ամենաբարձր պաշտոնյաներին, եւ որ ոչ ոք, ով արժևորում է իր կյանքը, չի փորձի դա անել առանց ավելի մեծ պաշտպանության։ Այդ փաստաթղթի անհետացումը խորհրդանշում է ոչ միայն գաղտնիության պահպանում, այլ նաև ապացույցների ոչնչացում։ Երբ համակարգը ջնջում է այն տեղեկությունները, որոնք կարող էին բացահայտել ճշմարտությունը, դա նշանակում է, որ ճշմարտությունը այնքան վտանգավոր է, որ նրան պաշտպանող մարդիկ պատրաստ են ռիսկի դնել իրենց դիրքերը, եթե անհրաժեշտ է, նաև իրենց կյանքերը։ Մենք հարցրինք, արդյոք այդ զեկույցը ուղարկվել է վարչապետին, եւ եթե այո, արդյոք նա արձագանքել է։ Պատասխանը եկավ անուղղակի։ Մի աղբյուր մեզ ասաց, որ 2007 թվականի մարտ ամսին Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է անվտանգության ծառայության ղեկավարի հետ եւ խնդրել է մանրամասներ իր անվտանգության գնահատման մասին, բայց պատասխանը եղել է խորտ եւ խուսափող։ Վարչապետ, մենք վերահսկում ենք իրավիճակը եւ ոչինչ չկա անհանգստանալու։ Այս պատասխանը, որը պետք է հանգստացներ նրան, փոխարենը ավելացրեց նրա կասկածը, եւ նա հասկացավ, որ նույնիսկ այն ծառայությունը, որը պետք է պաշտպաներ նրան, արդեն չի կատարում իր պարտքը լիարժեքորեն։ Ինչ պետք է անի մարդը, երբ նա իմանում է, որ նրա պաշտպանները դարձել են նրա զննողները, եւ երբ ամեն քայլը արձանագրվում է ոչ թե անվտանգության, հստանգության, այլ հսկողության համար։ 24 մարտի երեկոյան Անդրանիկ Մարգարյանը վերադարձավ տուն ուշ, ավելի ուշ, քան սովորաբար։ Նրա կինը պատմեց, որ նա մտավ առանց սովորական ողջույնի, հանեց իր վերարկուն եւ նստեց խոհանոցի սեղանի առջև, առանց ինչ-որ բան ասելու։ Նրա դեմքը հոգնած էր ոչ թե ֆիզիկապես, այլ այնպիսի հոգնածությամբ, որը գալիս է, երբ մարդու հոգին սկսում է հանձնվել անխուսափելիությանը։ Կինը նրան հարցրեց. «Անդրանիկ, ուզում ես ինչ-որ բան ուտել»։ Նա պատասխանեց միայն «Ոչ, ես ուզում եմ միայն նստել եւ լռել մի քանի րոպե»։ Այդ լռությունը տևեց ավելի քան ժամ, եւ կինը չհամարձակվեց խանգարել, քանի որ նա զգում էր, որ այդ պահին ամենաանհրաժեշտը լռությունն էր, տարածություն, որտեղ վարչապետը կարող էր հանդիպել իր մտքերի հետ առանց արտաքին աղմուկի։ Հետո նա կանչեց իր երեխաներին, եւ երբ նրանք եկան, նա պատմեց նրանց մի պատմություն, որը հետագայում մնաց նրանց հիշողությունում որպես վերջին դաս, որը իրենց հայրը տվեց։
Նա խոսեց այն մասին, թե ինչպես է կյանքը սովորեցնում մեզ, որ մարդիկ փոխվում են, երբ իշխանությունը եւ փողը մտնում են նրանց կյանք, եւ որ ամենակարևոր արժեքը, որը դու կարող ես պահպանել, դա քո խիղճն է, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը ասում է, որ դու սխալվում ես։ Երեխաները լսում էին ուշադրությամբ, բայց չհասկանում էին, թե ինչու է իրենց հայրը խոսում այնպիսի լրջությամբ, որը սովորաբար երևում էր միայն պաշտոնական ելույթներում։ Նրանցից մեկը հետագայում հիշեցրեց, որ հայրը ավարտեց իր խոսքը մի նախադասությամբ, որը հնչեց որպես ծանր ակնարկ։ Երբ ես չլինեմ, հիշեք, որ ճշմարտությունը միշտ ծանր է ասելու, բայց դժվարը չի նշանակում անհնար, եւ որ ամեն սերունդ ունի իր պարտքը պայքարելու այն սխալների դեմ, որոնք նախորդ սերունդը թողել է չլուծված։ Այդ խոսքերը արտասանվեցին հանգիստ ձայնով, բայց ներքուստ կրում էին այնպիսի ուղերձ, որը երեխաները կհասկանան միայն տարիներ անց։ Նրանց հայրը պատրաստվում էր հեռանալ, եւ նա փորձում էր թողնել իր վերջին խրատը, որպեսզի նրանք չմոռանան, թե ում որդիներ եւ դուստր են։ Կինը այդ երեկո նկատեց, որ Անդրանիկը երկար նայեց ընտանեկան լուսանկարներին, որոնք պահված էին պատերին, եւ երբ նա վերջապես գնաց քնելու, նա շարժվեց դանդաղ, կարծես յուրաքանչյուր քայլը պահանջում էր ջանք, որը նրա մարմինը դժվարությամբ էր տալիս։ 25 մարտի առավոտը սկսվեց խաղաղությամբ, որը երբեմն նախորդում է փոթորկին։ Երկինքը մուգ էր, բայց արևը սկսում էր ծագել, եւ քաղաքը դանդաղորեն արթնանում էր։ Անդրանիկ Մարգարյանը արթնացավ վաղ, շուրջ 6 ժամին, ինչպես սովորաբար, եւ նա նստեց իր սենյակում մի քանի րոպե, նայելով դեպի պատուհան։ Կինը, որը արթնացավ նույն ժամանակ, տեսավ նրան եւ հարցրեց. «Ամեն ինչ լավ է»։ Նա պատասխանեց. «Այո, ես պարզապես մտածում եմ»։ Նրանք խոսեցին կարճ, եւ հետո Անդրանիկը հագնվեց եւ պատրաստվեց մեկնել աշխատանքի։ Բայց առաջ նա կանգ առավ դռան մոտ եւ դարձավ դեպի իր կինը, ասելով մի նախադասություն, որը նրա համար սովորական չէր։ «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, գիտեմ, որ դու ուժեղ ես եւ կդաստիարակես երեխաներին այնպես, ինչպես մենք միասին պլանավորել ենք»։ Կինը զարմացավ եւ փորձեց հարցնել, թե ինչու է նա ասում այդպիսի խոսքեր, բայց նա միայն ժպտաց մի հոգնած ժպիտով, համբուրեց նրան եւ դուրս գնաց։ Այդ օրը վարչապետը մասնակցեց մի պաշտոնական հանդիպման, որը տևեց մոտ 2 ժամ, եւ ըստ ներկաների նա խոսեց հանգիստ, բայց ավելի քիչ, քան սովորաբար։ Նրա խորհրդականներից մեկը նկատեց, որ նրա ձեռքը երբեմն տեղափոխվում էր դեպի կրծքավանդակը, կարծես զգալով ցավ կամ անհանգստություն, բայց նա չասաց ոչինչ եւ շարունակեց նիստը։ Հանդիպումը ավարտվեց կեսօրին, եւ Անդրանիկ Մարգարյանը վերադարձավ իր աշխատասենյակ, որտեղ նա նստեց մի քանի րոպե առանձին եւ ըստ անձնակազմի նա փակեց աչքերը եւ շնչեց խորը, կարծես փորձելով հանգստանալ։ Բայց հանգստությունը չեկավ։ Նրա սիրտը, որը տարիներ կրել էր սթրեսի եւ հոգսերի բեռը, սկսեց տալ իր վերջին նշանը, որ այլևս չի կարող շարունակել։ Կեսօրից հետո մոտ 1 ժամին Անդրանիկ Մարգարյանը զգաց ուժեղ ցավ կրծքավանդակում եւ նա կանչեց օգնության։ Անձնակազմը անմիջապես արձագանքեց, բուժօգնությունը կանչվեց, բայց ժամանակը արդեն սպառվել էր։ Բժիշկները փորձեցին վերակենդանացնել նրան, բայց նրա սիրտը կանգ առավ եւ բոլոր ջանքերը անարդյունավետ մնացին։ Պաշտոնական տարբերակը հայտարարեց սրտի կաթված, բայց հարցերը սկսվեցին անմիջապես. ինչու այդ օրը, ինչու այդպես արագ, եւ ինչու այնպիսի իրավիճակում, երբ նրա շուրջը մարդիկ կային, բայց ոչ ոք չկարողացավ փրկել նրան։ Անդրանիկ Մարգարյանի վերջին ժամերը մնում են թաքնված այն պարզ փաստի հետևում, որ նրա սիրտը հանգիստ չէր գտել տարիներ, եւ որ քաղաքականության բեռը վերջապես կոտրեց այն։ Բայց արդյոք դա էր միայն բնության ընթացքը, թե մարդկային ձեռքերը, որոնք ստեղծեցին այն պայմանները, որտեղ սիրտը չուներ այլ տարբերակ, բացի կանգնելուց։ Երբ Անդրանիկ Մարգարյանի մահվան լուրը տարածվեց Հայաստանում, հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ, արտահայտելու իրենց ցավը եւ հարգանքը։ Նրա դագաղը տեղափոխվեց Երևանի կենտրոնական հրապարակ, որտեղ ազգը եկավ հրաժեշտ տալու մարդուն, որը տարիներ ղեկավարել էր երկիրը բարդ ժամանակներում։ Պաշտոնական արարողությունները կատարվեցին բարձր մակարդակով, խոսքերը բարձրացվեցին մեծարանքով, բայց ովքեր այդ օրը նայում էին ուշադրությամբ, նրանք նկատեցին ինչ-որ բան տարօրինակ։ Որոշ դեմքեր, որոնք պետք է լինեին ամենաառաջին շարքում, կանգնած էին ետևում, իսկ ուրիշներ, որոնց համար վարչապետը երբևէ չէր ապահովել բարձրաստիճան դիրք, այժմ զբաղեցրել էին կենտրոնական տեղերը։ Իշխանության հիերարխիան արդեն սկսել էր փոխվել, նույնիսկ մինչև դագաղի ծածկը իջեցնելը։ Մի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, որը մասնակցել է հուվարկավորությանը, մեզ ասաց. «Ես նայում էի մարդկանց աչքերին եւ տեսնում էի երկու տեսակի լաց։ Մի խումբը լաց էր լինում իսկական ցավից, բայց մյուսները լաց էին լինում դերասանական հմտությամբ, որովհետև գիտեին, որ տեսախցիկները արձանագրում են եւ որ պատմությունը հետագայում կգնահատի, թե ով որքանով հավատարիմ էր մեռածին»։
Այդ դիտարկումը խոսում է այն ռեալականության մասին, որը շրջապատում է իշխանական մարդկանց մահը, անկեղծության եւ հաշվարկի խառնուրդը, որտեղ ողբը վերածվում է քաղաքական ժեստի։ Մահից հետո շաբաթներում Հայաստանի քաղաքականությունը սկսեց արագ վերակազմավորվել։ Նոր վարչապետ նշանակվեց, նոր դաշինքներ ձևավորվեցին եւ նոր օրակարգ առաջ եկավ։ Անդրանիկ Մարգարյանի անունը շարունակում է հիշատակվել պաշտոնական հանդիսություններում, նրա դիմանկարը կախված է պաշտոնական սենյակներում, բայց նրա քաղաքականություն